Բարև ձեզ։ Հայաստանի ամենախոշոր, ամենակարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություններից մեկի նկատմամբ մեկի շուրջ վերջին զարգացումները շարունակում են մնալ հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Խոսքը Հայաստանի էլեկտրական ցանցերի մասին է։ Եվ այս համատեքստում հնչում են երկու տարբեր կողմերից հնչում են դրամագծորեն տարբեր հայտարարություններ եւ տարբեր գնահատականներ։ Մի կողմը խոսում է հանրային գերակաշահի պետության պատասխանատվության, կառավարման արդյունավետության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մյուս կողմը խոսում է սեփականության իրավունքի, հակասահմանադրական գործընթացների եւ ներդրումային միջավայրի վրա վատ ազդեցության ռիսկերի մասին։ Մենք այսօր ձեզ համար չենք փորձելու վերընթերցել այդ հայտարարությունները, փորձելու ենք հասկանալ, թե ինչու պետությունը գնաց այդ քայլին, պատկերավոր ասած ինչու պետությունը մտավ հեծ, ինչ է փոխվել մտնելու պահից մինչև այս պահը եւ որ ամենակարևորն է ինչ սպասել առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում։ Սա ազատ զրույց Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկապես վերջին զարգացումները բավական հետաքրքիր են։ Մենք մեկ անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու հեծի խնդիրներին, նաև առաջիկա հնարավոր զարգացումներին, բայց այսօր էլ պիտի խնդրեմ թեկուզ եւ համառոտ հակիրճ անդրադառնալ այն հարցին, թե ինչու պետությունը որոշեց գնալ այդ քայլին, ինչ վտանգ կար, ինչ սպառնալիք կար, որ պատկերավոր ասած պետությունը մտավ հեծ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Արդեն ավելի քան 1 տարի է անցել հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումից, որով ՀՑԿՀ-ն որպես հանրային ծառայությունների կարգավորող ինքնավար մարմին վարույթ հարուցեց հեծի նկատմամբ եւ վարույթի շրջանակներում նախագահը ՀՑԿՀ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց։ Եվ ահա այդ մեկամյա գործնեության, այդ նաեւ ճգնաժամային կառավարման բառի ամենաուղիղ իմաստով գործընթացների բովից կարող եմ միանշանակորեն պնդել եւ փաստարկել, որ պետության միջամտությունը արդարացված էր ռազմավարական, կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող բնական մենաշնորհոշտված մեր ընկերության կառավարման մեջ եւ առավել քան արդարացված էր այն իմպերատիվ գործողությունները, որոնք տեղի ունեցան վարույթի մեկնարկից ի վեր, ընդհանուր միջև Պաշտպան լիցենզիայի զրկում, ապա նաև հանրային գերակաշահի ճանաչման գործընթացների նախադրյալների ստեղծում, ինչը արդեն շաբաթների ընթացքում բառացիորեն արդեն կառավարության որոշմամբ կյանքի կկոչվի։ Փաստարկեմ ասածս, մի տարվա մեջ մեզ հայտնի դարձավ 6 հիմնավոր պատճառ եւ 6-րդ պատճառի մեջ եւս 9 ածանցյալ հիմնավորումներ, որի հիմամբ ՀՑԿՀ-ն հեծին զրկեց Բաշխման լիցենզիայից։ 6 հիմնավոր պատճառների եւ ածանցյալ մյուս հիմնավորումների փաստերի բերումներով եւ ոչ միայն այդ փաստերի այս պահին քննչական մարմիններում քննվում են 3 տասնյակից ավելի նախաձեռնված քրեական վարույթներ, կան ձերբակալվածներ, կալանավորվածներ, նաեւ ցավով եմ իհարկե դա նշում, 100 հազարավոր եւ միլիոնավոր կիլովատ-ժամ բացահայտված թերգրանցումների փաստեր եւ հավելագրումների փաստեր, տասնյակ ընկերությունների հետ կապված քրեիրավական գործընթացներ, որոնք հանդիսացել են վերջին տասնամյակում հեծի տնտեսվարման մոնոպոլ մենաշնորհային այդ փակ տնտեսվարման շղթայի մասեր, որը հաջողվեց մեզ ամիսների ընթացքում կազմաքանդել, կազմալուծել եւ տասնյակ միլիարդավոր դրամների գնումները, մատակարարումները, այդ թվում նաև ծառայությունների ձեռքբերում այս պահին թիվ 1, այսպես կասեի, ռազմավարական էներգետիկ ընկերությունը մեր երկրում արդեն իրականացնում է մի քանի 100 տնտեսվարող սուբյեկտների ներգրավելով հանրային գնումների մասին օրենքների պահանջների խիստ պահպանմամբ եւ ներառական բաց թափանցիկ մրցութային գործընթացների արդյունքներով։ Եվ ներողություն եւ այս համատեքստում նաեւ պահելով գործող սակագինը մենք մինչև 40% մեզ հաջողվեց ամիսների ընթացքում նվազեցնել նոր բաժանորդ դառնալու սակագները։ Հեծի 50% աշխատակիցների, որը կազմում է շուրջ 3400-500 անձ, աշխատավարձերը բարձրացնելու մինչև 25%-ի
50 միլիոն դոլարին համարժեք վարկային պարտավորություններ մարել, մեծ մասը նաև վաղաժամ ռեժիմով, այն վարկերը, որոնք որ շատ բարձր տոկոսային դրույթներով են ներգրաված, եւ մի շարք ենթակառուցվածքային էական արդիականացման աշխատանքներ տանել, որոնց արդյունքում մեզ հաջողվել է այս պահին վթարային անջատումների միջև տևողությունը բարելավել մինչև 36.7%-ով։ Սա ամենացայտուն օրինակներն էր, թե ինչու պետությունս միջամտեց հեցի կառավարմանը որպես լիցենզավորված անձ։ Արդյունքների մասին դուք նշեցիք, մենք կարծում եմ ելի կխոսենք այդ արդյունքների մասին, բայց նաև իրավական հարթության մեջ եթե դիտարկում ենք, պետություն մտնելը իրավական հարթության մեջ ինչպես է դիտարկվում, ինչպես է տեղավորվում, ես նկատի ունեմ նաև մյուս կողմից հնչող հայտարարությունը ընկերության նախկին տնօրենի, այժմ ազգային ժողովի պաշտոնակատարի եւ հիմա ազգային ժողովի падգամավոր ասում է, որ սա ռեյդերական զավթում էր։ Նրա ասացի մեջ հիմնավոր բան չկա։ Այդ անհեթեթ հայտարարությունը բնականաբար մեր կապարանոց եւ քաղաքական հայտարարություն է եւ ես կհակադարձեմ քաղաքական խոսքով, բայց նաեւ այսպես ասած ինստիտուցիոնալ տեսակետից ռեյդերական զավթում ով է ռեյդերը այդ դեպքում պետությունը Հայաստանի Հանրապետությունը որի քաղաքացին է նաև վերջինս եւ ռեյդերական զավթումը կարող է տևել շուրջ 2 տարի իրավական բոլոր գործընթացների խիստ համահունչ իրավունքի եւ օրենքի գերակայության հարթության մեջ սահմանադրության եւ օրենսդրության տարին եւ ոգուն խիստ համապատասխան ռեյդերական զավթումը տեղի ունեցել այն ժամանակ երբ հեռավոր 2002 թվականին քաղաքական որոշումների արդյունքում 4 պետական ցանցեր միավորվել են մեկի մեջ եւ օֆշորային այսպես ասած տրանզիտ ընկերությունների միջոցով անցել է ռուսական կորպորացիայի ձեռքը ապա ռուսական կորպորացիայի ձեռքից տարիներ անց տևական ժամանակաշրջան անց 2015-ին արդեն վարույթի նախաձեռնումից շուրջ 10 տարի առաջ անցել է այն ընկերությունների խմբի ձեռքը, որի կապիտալը համարվում է ռուսական եւ այդ ընկերությունների խմբի ձեռամբ 30%-ը նաեւ գրանցվել է կիպրական այլ ընկերության անունով, որ իրական շահառուները դարձյալ նույն ընտանիքի անդամներ են եւ այսօր միջազգային արբիտրաժում Հայաստանի Հանրապետության դեմ տվյալ քաղաքական եւ տնտեսական բուրգի սեփականատերն ու իրենց ներկայացուցիչները բողոք են ներկայացրել որպես օտարերկրյա ներդրման նկատմամբ, այսպես ասած, պետության ոտնձգություն։ Հիմա կողմնորոշվեք, ռեյդերը ով է այս գործընթացում, մարդ, ով մի կողմից քաղաքական գործընթացները մեկնարկում երեկրում, հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից եւ իշխանություն վերցնելու հայտ է ներկայացնում, թե նույն մարդիկ, ովքեր իրական շահառուներ հանդիսանալով միջազգային արբիտրաժում Հայաստանի Հանրապետության դեմ գործընթաց են մեկնարկում։ Դուք ասում եք, այս ամենը տեղի ունեցել սահմանադրության եւ օրենսդրության միանշանակ ներողություն եւ մի նաեւ հավելում անեմ ձեր թույլտվությամբ կարող ենք արձանագրել մինչեւ այս պահը եւ արբիտրաժում հիմնական արբիտրաժային դատում եւ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի այդ կապված վարույթի շրջանակներում եւ մեր ազգային օրենսդրության եւ սանձության շրջանակներում մասնավորապես նաեւ դատական տարբեր ացիաններում Հայաստանի Հանրապետությունում գործընթացը անշեղորեն շարունակում իր հաղթարշավը ունենալով բարձր վարձատրվող եւ նաեւ գնահատականով Հանրապետության լավագույն իրավաբաններից կազմված իրավաբանական թիմ ինքը եւս հանդիսանալով փորձառու իրավաբան եւ իրավաբանների ընտանիքի ներկայացուցիչ մինչ այս պահը իրավական առումով Հայաստանի Հանրապետության դեմ որևէ վճիռ իրենք ձեռք չեն բերել եւ չեն հասել որևէ վճռի։ Ինչի մասին խոսակցությունը թե Հայաստանի Հանրապետությունը չի կատարել միջազգային դա միջանկյալ որոշակի որոշում էր, որը որ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կատարման ուժ ստանալու համար պետք է անցներ մեր ներպետական դատական մարմիններով, մասնավորապես Երևանի քաղաքացիական դատարանի ուրեմն որոշումներով, ինչից իրենք զերծ մնացին։ Եվ կարող եմ հստակ եւ պատասխանատու ասել ավելի քան 1 տարվա գործունեության ընթացքում չկա մի դատական վճիռ, որով որ
օրվա սեփականատերը կարող են կասկածի տակ առնել լեգալությունը եւ լեգիտիմությունը այս գործընթացի, դա պատասխանատու եմ ասում։ Բայց նրանք ոչ միայն ասում են, որ Հայաստանը չի կատարել միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը, այլև դուք որ ասում եք սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ասում են օրենքը փոխել են հատուկ կոնկրետ սեփականատիրոջ համար։ Ես դարձյալ գնահատական պիտի քաղաքական լինի, տեսեք, օրենսդրությունը, մեր պետությունը երիտասարդ պետություն է, ընդ որում, եթե մենք այդ թվում է իրավական, ոչ միայն քաղաքական, իրավական տեսակետից նայենք, թե մինչև 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը ինչպիսի պետություն ենք ունեցել եւ իրավապահ մարմինները, դատաիրավական համակարգը, ինչ որակի պետություն է հանդիսացել, մենք կարող ենք ասել, որ դատարանների անկախության, իշխանության տարբեր թևերի փոխզսպման, բալանսավորման, սահմանադրական նաև այդ կառուցակարգերի արկայության պարագայում մենք 8-10 տարվա երիտասարդ իրավական ժողովրդավար պետություն ենք եւ բնականաբար օրենսդրությունը իդեալական չէ մեր մոտ։ Նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման գերտերությունը կայացած ինստիտուտներով յուրաքանչյուր տարի նորացումներ անում իր օրենքներում, կատարելագործում է հղկում է օրենսդրությունը։ Նույնը էներգետիկայի մասին օրենք եւ մի շարք օրենքներ կարիք ուներ հղկելու, որպեսզի պետությունը կարողանար ճգնաժամային այդ իրավիճակը հաղթահարեր եւ կանխատեսելով ռիսկերը, կանխարգելել դրանք, դարձնել կառավարելի եւ իր ձեռքը վերցնել ռազմավարական, կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող մեր ընկերությունը, որը որ այսօր հանդիսանում է բաշխման մենաշնորհ դիրք ունեցող ընկերություն էլեկտրաէներգիայի եւ ուղիղ հեծից է կախված տնտեսության զարգացումը, արդիականացումը ցանկացած երկրում եւ հեծից մեր երկրում։ Եվ AI-ի գործարանների այսօր այդ դատա կենտրոնների կառուցումն էլ ուղիղ կախված է բաշխման ցանցի որակից, արդյունավետությունից եւ կառավարման արդյունավետությունից։ Եվ պետությունը այլընտրանք չուներ չմիջամտելու այդ հարցին, բայց եւ միջամտելու համար բնականաբար հենց այդ եթե օրենքը չփոխվեր, դա կարող էր գուցե որակվել որպես ռեյդերական զախվատ իրենց բարերով, բայց օրենսդրության օրվա լեգիտիմ իշխանության սահմանադրական մեծամասնությունը հանդիսացող խորհրդարանական խմբակցությունը սահմանադրության եւ օրենքների տարին համապատասխան ընթացակարգերը հարգելով օրենսդրությունը կատարելագործել է, որպեսզի կոնկրետ իրավիճակ հաղթահարի։ Դա որևէ այսպես արգահատելի որևէ երևույթ չկա այդտեղ։ Դուք խոսում եք հավելագրումների մասին, մոտավորապես ինչ ծավալի մասին է եւ որն է ամենաշոկայինը ձեզ համար։ Ամենաշոկային ինձ համար այն էր, որ զորամասերի ԱԱԾ այդ թվում նաեւ ստորաբաժանումների վարչական շենքերի համայնքային եւ պետական կառավարման մարմինների հիմնարկությունների վրա էր հավելագրումներ արված եւ մանկապարտեզների ու կրթօջախների մի կողմից նույն սեփականատերերը եւ նրանց ներկայացուցիչները բարեգործության եւ բարեգործի համբավը այսպես ասած տարածելով ծրագրեր իրականացնում կրթական, մշակութային, սոցիալական, ինչ նաեւ հարգի է, եթե իհարկե դրա հիմքում չկա քաղաքական մոտիվացիա կամ այլ հերու գնացող նպատակներ, բայց մյուս կողմից նույն այդ ոլորտի ուրեմն շենքերի եւ ենթակառուցվածքների վրա ջրօգտագործման ընկերությունների նաեւ մեծ քանակով հավելագրումներ են արվում։ Ես օրեր առաջ բարձրաբանում տվեցի պաշտոնական հանրային հարթակներում եւ արձագանքելով նաեւ ընկերությունների խմբի սեփականատիրոջ ներկայացուցիչի այդ մերկապարանոց որոշ պնդումների ակնհայտ է կար ծավալուն ստվեր բոլոր մակարդակներում գողություն բարի ամենաուղիղ իմաստով արտադրված ներողություն արտադրված էլեկտրաէներգիան բաշխման ցանցի շրջանակներում ամենատարբեր մակարդակներում գողացվում էր չվճարելով արտադրողին կամ գողացվում էր դրա դիմաց պարտադրելով հարկադրելով վճարելու երրորդ կողմը քաղաքացին մեր բիզնեսը կամ պետական մարմինը հավելագրման նպատակը դա եղել թերգրանցման նպատակը իրենք դա են խեղաթյուրում այսպես ասում են մեկի վրա թերգրանցնել մեկի վրա հավելագրել նույն նժարվել ոչ դա տարամագծորեն այլ տնտեսական այսպես ասած մեքենայություն եւ զանցանք հանցագործություն է թերգրանցումը նա երբ ինքնավար էներգոարտադրողը քաղաքացին իր միջոցներից արևային ֆոտովոլտաիկ կայան է տեղադրում իր տարածքում եւ
սեփական կարիքները փակելուց զատ ավելի ցուկը հետ է մղում ցանց, այսինքն արտադրանք է տալիս ցանցին։ Այդ մարդու արտադրածը իրենք վաճառում են ուրիշին, այդ մարդու արտադրած դիմաց փող չեն տալի, որովհետև թերի են գրանցում արտադրածի չափը։ Դա այլ պատկեր է։ Եւ մոտիվացիան արդեն սպառզ է 1 տարվա խորքից։ Ստվերը շրջանառությունը ստվերը բալանսավորելու հաշվապահական փաստաթղթավորման միջոցով, ինչպես նաև այդ թվում սեփական կարիքների համար հատկացված ՀՑԿՀ-ով հատկացված սեփական կարիքների նույնիսկ չափականակների վրա են հավելագրումներ արել։ Այդքան չեն սպառել հեծի սեփական շենքերում, որքան որ իրենց վրա դուրս են գրել։ Եվ մյուս կողմից էլ փոխհատուցելու այդ ստվերով դուրս բերած գումարների փոխարին կիլովատ ժամերով, ինչպես նաև պաշտոնապես իրենց արժև դրված խնդիրը ՀՑԿՀ-ի կողմից կատարելու, դա թույլատրելի կորուստների շեմն է, որը այդպես արհեստականորեն նվազել են։ Մենք երբ ես նոր էի նշանակվել, տվյալ անձը դարձյալ տարբեր իր շրջանակներում, թող չմտածի թե մենք հեծում ենք մարտիկում, ես էլ իր շրջապատերում եւ շրջանակներում ինձ վստահել եմ մարտիկ ունեմ, հայտարարում էր, որ հեսա կտեսնեք կորուստները թռնելու են եւ այլն, այդպես ինքնախոստովանական նաեւ այսպես ասած արտահայտություն էր դա։ Ինքը համոզված էր կորուստները թռնելու են, որովհետեւ եթե թույլ չտանք հավելագրեն եւ թեր գրանցեն, կորուստները պիտի թռնեն, որովհետեւ գողություն կա։ Ինքը արդեն խոստովանել էր, որ ես գիտեմ փաստորեն, հա, որ գողություն կա։ Եվ երկրորդը, այո, սկզբից կորուստները թռան, ես ողջունում եի այդ բոլորը զարմանում են եւ իմ թիմը նույնպես, որ կորուստները բարձր մինչեւ 18-20%, 7%-ից ինչպես եղավ դա, որ ես ողջունում եմ, ես ասացի, որ դա է օբյեկտիվ կորուստների պատկերը հարգելներս 6.5-7%-ը որ նկարել են, դա նկարչություն եղել։ Այ հիմա ձեր խնդիրը 18-20% կորուստները գողության դեմն առնելով իջեցնելն է միջև 6-7%։ Այդ խնդիրը դրված է, որը հիմա շուտով արդեն օգոստոս ամսվա տվյալներով սեպտեմբերի առաջի 12-ում երբ պիտի գույքագրեվը ամփոփենք, այդ խնդիրը պիտի տեսնենք կարողացել ենք լուծել թե չէ, ես վստահ եմ, որ պատով կկատարենք։ Դուք հայտարարում եք նաև 250-260 միլիոն դրամ վարձատրությունների տնօրենի խորհրդի 5 անդամներ, այո, ոչ բոլորը։ Դուք սա համարում եք որպես անօրինական վարձատրություն, թե պարզապես բարոյապես անընդունելի։ Չէ, օրինական է։ Որևէ անօրինականություն այդտեղ չկա։ Բարոյապես անընդունելի։ Դա բարոյական հարց է, ինչու, որտեվ պարոն Նարեկ Կարապետյան ազգային ժողովում հայտարարել է, որ ինքը չի ուզում աշխատավարձ եւ պրեմիա ստանա։ Ես էլ ասում եմ, դե եթե ձեր ասածը պոպուլիզմ չէ, հենց ձեր թիմի 5 հոգի ոչինչ չանելով, օրենքով աշխատավարձ են ստանում հեծից։ Թող դրանից հրաժարվեն ձեր գործընկերները։ Ընդ որում բոլորն էլ իմ ունեցած տվյալները բավականին կարողությունների տեր բիզնես լայն շրջանակներ ներկայացնում, որոնք մի քանիսը նույնիսկ հանրապետությունում հազվադեպ են լինում, իսկ 1 տարի շարունակ առհասարակ որևէ մեկ իրենցից հեծ չի այցելել որևէ աշխատանքային այցով եւ հեծում որևէ գործընթացի չի մասնակցել, ավելին նաեւ որևէ օգուտ չի տվել հեծի բնականon աշխատանք իրականացնելու համար, թեպետ ինքը հանդիսանում է կանոնադրությամբ հեծի կառավարման 3 մարմիններից մեկը։ Ես գործադիր մարմին եմ ներկայացնում, տնօրենի խորհուրդը ներկայացնում է բաժնետերի ընտրող ժողովի կողմից նշանակված մյուս մարմինը կառավարման, որպես վերահսկողական մարմին այդ թվում եւ բաժնետերի ընտրող ժողովը երրորդ մարմինն է։ Հիմա տնօրենի խորհրդի կազմը, վարձատրությունը, չափը սահմանվում է բացառապես բաժնետերի ընտրող ժողովի կողմից, այդտեղ ես որևէ լիազորություն չունեմ ցավոք, այլապես այդ խնդիրը ես միանգամից վիրահատական կարգով կլուծեի առաջին օրը։ Լավ, խոսք է գնում նաև այն մասին, որ աշխատակիցներ ազատվում են քաղաքական դերթապատճառներով։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հետ, պարոն Պետրոսյանի վերջին հարցն այն էր, թե ինչպես կպատասխանեք այն պնդումներին կամ այն հայտարարություններին, որ հեծում ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մարդիկ ազատվում են աշխատանքից քաղաքական դերթապատճառներով։ Այս ամբողջ 1 տարվա ընթացքում ես հիմա այսպես ասած շատ կարևոր հայտարարություն եմ անելու, քաղաքական դրդապատճառներով միայն 1 հոգի է ազատվել հեծից, դա տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանն է, ով քաղաքական գործընթացի արդյունքում դարձել է падգամավոր եւ հանրային ծառայության մասին օրենքով անհամատեղելիության նորմ կա եւ պարոն Կարապետյանն արդեն պաշտոնապես դիմել է տնօրենի խորհրդին, այդ թվում նաեւ նամակը հասցեագրվել է հեծ, որ ինքը վայր է դնում իր լիազորությունները։ Դա քաղաքական գործընթացի արդյունքում, եթե քաղաքական դրդապատճառ կհամարեն, խնդրեմ։ Մնացած բոլոր 1155 այսօրվա դրությամբ 1155 ազատումներ են եղել հեծում, մի մասը իրենց դիմումի համաձայն, մի մասը այլ աշխատանքի անցնելու կամ կենսաթոշակի անցնելու,
թեպետ այդ պահանջը չկա մեզ մոտ, պարզապես 70-ից գործընկերներ, ովքեր որոշեցին, որ գնան հանգստանալու վաստակած, բայց կարող եմ ասել, որ 700-ից ավել աշխատակիցներ ազատվել են կամ իրենց դիմումներով կամ կարգապահական վարույթների արդյունքներով, հավելագրումների եւ թերգրանցումների, փաստերի հիմամբ, այդ թվում նաև մի մասի նկատմամբ կարգապահական սանկցիաներ են կիրառվել, մի մասի նկատմամբ քրեական գնահատականներ են կիրառվել, մի մասը քրեական գործերով են անցնում, մի մասը պարզապես վերականգնել են ընկերությանը հասցված վնասը եւ իրենց դիմում համաձայն ազատվել են աշխատանքից։ Չկա գետ մի ազատում, որը որ կարող ենք որակել քաղաքական դրդապատճառ, այլ բան, որ իրենք են շահարկում։ Օրինակ 6 խորհրդականները գլխավոր տնօրենի հիմնականում իրենց ընկերությունների մերձավոր շրջանակի կամ նախկին տարբեր top մենեջերների մենեջերական այսպես կառավարչական պաշտոնյաներն են եղել, ում որ չեն ուզել նեղացրեն, թողել են աշխատի, բայց տևական շրջան առաջին օրին, երբ ես բոլորիդ անձնական անհատական հանդիպումներ եմ անցկացրել եւ անհատապես բոլորին ուղիղ հարց եմ տվել, որն է ձեր գործառույթը հեծում, ինչով եք զբաղվել վերջին 6 ամիսը, 1 տարի եւ այլն, հասկացել եմ, որ խորհրդականների 90%-ը այսպես ասած ընդհանուր առմամբ ոչինչ չեն արել, պարզապես թոշակ են ստացել հեծից։ Մասնաճյուղի տնօրենների խորհրդականների զգալի մասը ոչ բոլորը, մասնաճյուղի տնօրենների վերջին ռոտացիայի արդյունքում դուրս մնացած ընկերներին իրենք տարբեր իրենց ընկերներին եւ քաղաքական թիմակից տարբեր կարգավիճակներ շնորհել ենքան որ թոշակ ստանան հեծից։ Ես դրա այսպես ասած այդ երևույթը մատախիլ եմ արել հեծից, բոլորին ուղարկել են վաստակած հանգստի եւ բոլորին իրենք մի մարդու նման վերցրել են 10 ընկերությունների խմբում աշխատանքի, որպեսզի այդ մարդկանց քաղաքական կապիտալը բաց չթողնեն հանկարծ։ 62% հարկային աճ, ճիշտ գիտեմ, ինչի հար։ 62% այս տարվա ժամանակավոր կառավարման շրջանում առաջին կիսամյակի տվյալներով համեմատած նախորդ տարվա նույն շրջանի համար բոլոր հարկերի, տուրքերի հանրագումարն է դա 62% աճ ունենք, ինչի արդյունքում մենք խոշոր հարկատուների ցանկում 21-րդ տեղից բարձրացել ենք 13-րդ տեղ։ Միանգամից 8 հորիզոնակով բարելավել ենք 1 տարվա ընթացքում։ Ինչի հաշվին սա։ Այդ ձեր ամբողջ թվարկածը տնտեսվարման գործառույթների թափանցիկության, օրինականության ապահովման, մրցակցայնության շեմի բարձրացման, բացարձակ լիբերալ ազատական գործիքակազմերի ներդրման հեծի որպես խոշոր հարկատու տնտեսվարման բոլոր օղակներում։ Ես ձեզ նաև մի գաղտնիք բացեմ, մենք օրինակ նոր միացումների կապալի աշխատանքները կազմակերպելու համար արդեն 5-րդ մրցույթ այս տարի պետք է հայտարարենք։ Սովորաբար մրցույթ հայտարարում եւ 1 կամ 2 տարվա պայմանների կնքվում։ Մենք 5-րդ անգամ ենք մրցույթ հայտարարում, որովհետեւ երկրում էներգետիկ ոլորտի կենսունակ կարողություն ունեցող ընկերություններ բացառությամբ տաշիր ընկերությունների խմբի հետ կապակցված կամ ուղղակի կամ անուղղակի այսպես աֆիլացված ընկերությունների գոյություն չունեն։ Անապատացվել էր էներգետիկ ոլորտի գործունեությունը անհատների, չգիտեմ, գյուտարարների, այդ թվում նաև արտադրողների ու ներմուծողների, որովհետև 10 տարի անընդմեջ մարդիկ տնտեսվարել են փակ մոնոպոլ արժեշղթայի մեջ եւ արդյունքում 20-25-30 մոտավորապես բիզնես միավորների փոխարեն, որոնք որ բոլոր իրենց տին այսպես թե այնպես։ Այսօր հեծի բնական աշխատանքը եւ մոտ 50 միլիարդի հասնող ներդրումային ծրագրի իրականացումը, տասնյակ հազարավոր նոր միացումների աշխատանքների իրականացումը, ծառայությունների մատուցումը, մեքենամեխանիզմների վարձակալության եւ այլն այլ գործընթացները հեծին մատուցում են ավելի քան 250 ռեզիդենտ ընկերություններ։ Այսինքն էներգետիկ ոլորտում մենք անասելի աժոտաժ ենք ստեղծել եւ ներքին կարողությունները սկսել են արդեն զարգանալ։ Նախագծման ընկերություններ են հիմնադրվել, ներմուծող ընկերություններն ի հայտ եկել, արտադրող ընկերություններն ի հայտ եկել։ Արդեն ինձ հայտնի առնվազն 3 նախաձեռնություն, ովքեր ուզում են տրանսֆորմատորային գործարաններ հիմնել Հայաստանում։ Իրենք գլուխ են գովում, որ մենք բյուրեղաբանում ունենք։ Այո, ունենք, որովհետեւ մոնոպոլ դիրքով ուրիշ չէր կարող ունենալ։ Այսօր արդեն բազմապատկվել է Հայաստանի Հանրապետությունում ազատական շուկայի կանոններով գործող տնտեսվարողների թիվը եւ տասնապատիկից ավել ակտիվացել է նաև տնտեսական այդ ակտիվության ցուցանիշը մասնավորապես էներգետիկ ոլորտի ծառայությունների մատուցման։ Շատ լավ, մենք խոսեցինք երեկվա, այսօրվա, հիմա անդրադառնանք արդեն առաջիկա զարգացումներին, առաջիկա սպասումներին, ինչպիսին կլինի պետականացման գործընթացի ճանապարհային քարտեզը։ Հայաստանի Հանրապետությունը ուրախություն մեզ բոլորիս, այդ թվում նաև պարոն Ղազինյանի եւ պարոն Կարապետյանի վերագտել է դիմակայությունը եւ իրավական ճանապարհով անխոցելիորեն, անխուսափելիորեն
հեծը դառնալու է պետական սեփականության ռազմավարական ընկերություն շաբաթներ անց, եւ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչվի հեծի 100% բաժնեմասը, բաժնետոմսերը, որից հետո արդեն իրավակարգավորների համաձայն ամիսների ընթացքում պիտի գնահատվի ռեզիդենտ լիցենզավորված անձի կողմից, ընդ որում իրենք սեփականատերերն էլ օրենքի համաձայն իրավունք ունեն։ Եթե ասում են, որ օրենքը իրենց համար է, այո, այդ մասով իրենց համար է փոխվել, որ իրենք էլ կարողանան գնահատել։ Եթե կառավարության գնահատած արժեքին իրենք համաձայն չլինեն, իրենք կարող են սեփական միջոցներով նախաձեռնել սեփական գնահատումը դարձյալ լիցենզավորված փորձագիտական ընկերության կողմից եւ վերջնարդյունքում համադրել երկու գնահատումները։ Հետո ընդհանուր Հետո միջինացված շուկայական արժեք որոշվի, դարձյալ օրենքի տարին համապատասխան, դրան վերադիր 15% փոխհատուցման արժեք եւ պետությունը, իդեմս պետության կառավարությունը, իդեմս կառավարության ՏԿ նախարարությունը որպես լիազոր մարմին արդեն ձեռք բերի 100% բաժնեմասը, պետական գրանցում ստանա, փոխհատուցումը տեղի ունենա եւ արդեն պետությունը որպես սեփականատեր դիմի հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին ստանալու բաշխման լիցենզիան։ Հեծը երբ արդեն զրկված լիցենզիան վերականգնի եւ ստանա բաշխման լիցենզիա, այդ բայց սկսած ժամանակավոր կառավարման շրջանը կամփոփվի եւ ժամանակավոր կառավարչի լիազորությունները օրենքի ուժով կդադարեն։ Հիմա բանակցություններ կան հեծի եւ կառավարությունների հանրային դաշտում որևէ բան չկա, մասնավոր աշխատանքային ձևաչափերում ինձ հայտնի չի նման փաստ։ Այս պահին գործընթաց գնում է օրենքի ուժով բառացիորեն իրավակարգավորումների ազդեցության տակ։ Ասենք 2-3 ամիս հետո դուք ինչպես եք պատկերացնում, որ տարբերակն է առավել հավանական որ լինի, ամբողջական պետական կառավարում հեծի նոր մասնավոր ներդրողի հայտ գալ, թե ինչ-որ մի խառը մոդել։ Տեսեք, որպես ռազմավարական ընկերություն իմ անձնական ընկալումն այն է, որ ինքը պետք է միանշանակ մնա 100% պետական սեփականության։ Վարչապետը միշտ իր խոսքում երկու հնարավոր սցենարներ է ներկայացրել հանրությանը, բայց ինքս կարծում եմ, որ այնուամենայնիվ կհանգենք այն ճշմարտությանը, որ կմնա 100% պետական սեփականություն, սակայն ընթացակարգերի օրենքի այդ թվում նաև թույլատրելի նորմերով գուցե բանակցությունների պետական շահի դիրքերից բնականաբար, գուցե ինչ-որ մրցութային գործընթացների արդյունքում կտրվի միջազգային լուրջ էներգետիկ կորպորացիա, ով հանձն կառնի կառավարումը, ինչպես օդանավականի դեպքում օրինակ պետական սեփականության, բայց կառավարումը օպերացիոն կառավարումը կիրականացնի, քանի որ ես նաև կարող եմ ասել, ես 1 տարվա փորձառության արդյունքում, որ էներգետիկ ոլորտի արդիականացման եւ ինչպես նաև այսպես սրընթաց ու թռիչքային զարգացման, ինչը մեզ համար շատ անհրաժեշտ եմ համարում, այդ գիտելիքի, այդ փորձառության ներուժը մեր երկրում ցավոք բացակայում է։ Մի կողմից բիզնեսմենները, տնտեսվարողները միշտ մատնաշեն, որ պետությունը լավ կառավարիչ չէ, բայց ռազմավարական ընկերությունը նաև մեր փորձից ես կարող եմ այսօր արդեն արձանագրել, որ պետությունը ռազմավարական ընկերությունների միջամտությունը ինստիտուցիոնալ կարգով իրականացնելու եւ ճիշտ կադրային քաղաքականության դեպքում լավ էլ կառավարիչ է, բայց պետության խնդիրը տնտեսության կառավարումը չէ, պայմաններ ստեղծելն է, որ տնտեսությունը զարգանա։ Հանրային ընկալման մեջ էլ այն է, որ ռազմավարական կարևորության այդ ընկերությունները պիտի պետության ձեռքում լինեն։ Այսինքն պետական սեփականության եւ ուղիղ ներազդելու, այդ թվում նաեւ արդեն պետական մարմիններից բաղկացած տնօրենների խորհրդի ուրեմն ներգրավվածության վերահսկողական գործառույթներով, այդ պետական վերահսկողական ծառայության մասնավորապես եւ այլ վերահսկողական գործառույթներ իրականացնող ինստիտուտների ներգրավման տեսչական մարմինների այդ վերահսկողությունը կիրականացնի պատշաճ, բայց բուն կոմերցիան, տնտեսվարումը կարծում եմ պիտի հանձնել կոնցեսիոն կառավարչի, ով այլ երկրներում, այդ թվում առաջադեմ երկրներում ունի փորձառություն, ունի արդեն կանալի փորձ եւ այդ ներուժը պետք է ներդնի մեր երկրում, որովհետեւ այսօր մի կողմից մենք արդեն դատա կենտրոնների, համաշխարհային լուրջ, այսպես ասած, բրենդների պայմանագրեր ենք կնքում եւ կյանքի կոչում, ինչպիսին Elevate-ն է, Firebird-ն է մեր երկրում հպարտությամբ եմ ասում, մյուս կողմից էլ նման կաթվածար էներգետիկ համակարգ եւ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում մենք չենք կարող մրցունակ լինել եւ այն էլ բազմապատկել այս ներուժը եւ այստեղ մեզ անհրաժեշտ է միջազգային փորձը ոլորտի, ինչ արդեն այլ երկրների իրականությունը ցույց է տվել։ Ես կարծում եմ այդ ճանապարհով կգնանք։
Եվ մեր զրույցի վերջում բլից հարցեր, արագ, կարճ, մեկ բառով եթե հնարավոր է պատասխաններ։ Որն է ավելի կարևոր, հանրային գերակաշահ թե մասնավոր սեփականության իրավունք։ Ես պետականակենտրոնը մի մտածելակերպով ուղիղ ուղղաձիգ կառավարման կրողն եմ, հանրային գերակաշահ, իշա հանրության, որի մասն է նաև սեփականատերը։ Վստահ եք, որ 5 տարի հետո, եթե մենք հանդիպենք, կհամարեք, որ այս որոշումը ճիշտ էր։ Վստահ եմ 50 տարի հետո էլ եթե հանդիպենք, այս որոշումը ճիշտ է։ Մեկ բառով որն էր հեծում ձեզ ամենաշատ զարմացրած երևույթը։ Հեծում տասնյակ ու հարավոր զարմացրած երևույթներ եմ հանդիպել, բայց երբ ամենաշատը մեր ասի կաղացայի զորամասի վրա հավելագրում էլ իրանց դուխը։ Հա մեկ էլ հա ռուսական զորամասի վրա հավելագրում է։ Ռուսական կապիտալով ռուսական զորամասի վրա հավելագրում, բայց ցավը գիտեք որն է, որ այդ զորամասի կոմունալ վճարումները մեր բյուջեից է իրականացվում։ Հա։ Այսինքն դե յուրե հավելագրումը ռուսական միավորի վրա է, բայց դե ֆակտո դարձյալ մենք ենք վճարել։ Խնդրում եմ ձևաչափը պահել կարճ պատասխանների, ձեր առաջին հրամանը թե առաջին բացահայտումը որն էր ավելի կարևոր։ Առաջի հրամանը տնօրենի ժամանակով պաշտոնակատարի ազատումն է եղել։ Ամենածանր օրը հեծում։ Ես անկեղծությամբ եմ ասում 365 օրերից 360-ը ծանր օր են եղել։ Ամենամեծ բացահայտումը։ Ամենամեծ բացահայտումը շուրջ 600 միլիոն դոլարի հեծի կողմից տաշիր ընկերությունների խմբի մաս կազմող ընկերություններին իրավակարգավորումներին, ազգային օրենսդրության եւ ՀՑԿ կանոնների խիստ խախտումով տրված երաշխավորություններն էին 700 միլիոն դոլարի։ Ամենադժվար որոշումը։ Շատ դժվար որոշումներ են կայացրել, չեմ կարող մատնացույց անել։ Այսօր ավելի շատ զբաղված եք անցյալով թե ապագայով։ Ներողություն եմ խնդրում, դժվար որոշում գիտեք որն է, որ խոշոր վթարը կանխելու համար ստիպված եք լինում մի ամբողջ քաղաք հոսանքազրկել, դա շատ որոշում է, որովհետև հանրային այդ պարսավանքը, որ ուղղվում է հեծի դեմ, դա մեր տիրույթում չէր, տեկեն տիրույթում էր, բայց այո, նաև դա, բայց դժվար որոշումը կանխարգելում է շատ ավելի վատ որոշումների կայացումը հետո։ Այսօր ավելի շատ զբաղված եք անցյալով թե ապագայով։ Ապագայով միանշանակ։ Այսօր ավելի շատ քննադատություն եք տեսնում թե աջակցություն։ Հեծի գործընթացի սկզբում քննադատությունը շատ էր, այս պահին անթակույց աջակցություն եմ տեսնում հանրության տարբեր շերտերից, բիզնեսից եւ իսկ ամբողջ շրջանում նաեւ պետական մարմինների եւ քաղաքական թիմի աջակցությունն եմ զգացել, ինչ համար շնորհակալ եմ։ Որն է ձեր գլխավոր խոստումը սպառողներին։ Գլխավոր խոստումը սպառողներին այն է, որ որևէ բողոք, որևէ բարձրաձայնած խնդիր չի կարող ուշադրության կիզակետում չհայտնվել, չհասցեագրվել եւ լուծում չառաջադրվել։ Մեկ բառով ինչպիսի հեծ եք ցանկանում թողնել հաջորդ ղեկավարին։ Պետականակենտրոն, քաղաքացու հոգսը կիսող։ Եվ մեկ միտք, որ կուզենայիք հեռուստադիտողը հիշեր մեր այսօրվա զրույցից։ Այդ միտքը հղացել եմ երեկոյան, երբ էներգոհամակարգում խնդիր կար, դա բացարձակապես հեծի եւ հեծի ենթակառուցվածքի կապ չուներ, բայց մեծ էներգոհամակարգ ունենք, պետական որևէ կոնկրետ մարմնի, կոնկրետ էներգոհամակարգում էր խնդիրը ծագել, բայց հանրության հետ իմ թափանցիկ աշխատակարգի շրջանակում ես հեծի պաշտոնական էջով հայտարարություն տարածեցինք, որ համակարգում խնդիր ունենք եւ մի քանի մարզում խոշոր քաղաքներ 1-1.5 ժամ հոսանքազրկվեցին շատ ավելի մեծ, այսպես ասած, էներգետիկ կոլապսից, բնականաբար զերծ պահելու համար, եւ դա դարձյալ մեր հանրության մի հատվածի զայրույթը շարժեց, ընդ որում մեծ մասը չեն կարդում տեքստը, որ գրած է ոչ հեծի ենթակառուցվածք, բայց բոլոր դեպքերս միտք ուզում հնչեցնել արտաքին լուսավորության խնդիր, լամպը վառվելու խնդիր, բնակարանում ապահովիչ անջատելու խնդիր, Ժորժ ջան, եթե լույս անջատվում է, առաջին հերթին հեծը չի տեղ պատասխանատու։ Խնդրում եմ պատճառը ողջեք, նոր զանգեք 180։ Մեր աղջիկները 11-ն են այնտեղ նստած, բայց օրը տասնյակ հազարով զանգեր եք անում, հետո բողոք որ մեր զանգերը անպատասխան են մնում։ Սիրելի քաղաքացիներ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Հեծի շուրջ ընթացող այս զարգացումները վաղուց արդեն մեկ առանձին վերցված ընկերության պատմություն չեն։ Իսկ այսօր արդեն դրանք դարձել են քննություն եւ փորձություն Հայաստանի իրավական համակարգի համար, տնտեսական քաղաքականության համար, արդյունավետ կառավարման համար եւ ինչ էլ լինի առաջիկայում, ինչ որոշումներ էլ կայացվեն, դրանք հաստատ ունենալու են երկարաժամկետ ազդեցություն։ Հուսանք, որ այդ ազդեցությունը կլինի միայն ու միայն դրական։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի հայկական էլեկտրացանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։